երբ որ այս կեղծ թեզը նորից առաջադրվում է, որ պետությունը մտնում է եկեղեցու գործերի մեջ կամ խառնվել է եկեղեցու գործերին, ես ուզում եմ մեր հանրությունը տեղեկանա, որ առաջինը ոչ թե պետությունն է խառնվել եկեղեցու գործերին, այլ ճիշտ հակառակն է եղել։ Եկեղեցին է խառնվել պետության գործերին, որովհետև մեր եկեղեցականներից մեկը որոշեց սառեցվել եւ դրանից հետո հայտարարեց, որ ինքը ինչ որ անում է իր հոգևոր ծնողի Գարեգին II-ի օրհնությունն ունի եւ սառեցվելուց հետո իհարկե ես չգիտեմ դա ոնց է տեղի ունեցել, որ սառնարանում թող ինձ ներեն այդ մարդիկ, եթե մի բան սխալ եմ ասում, բայց ես երբևէ չեմ լսել պատմության մեջ, որ հայ եկեղեցում ինչ որ մի հոգևորական սառեցվի։ Կարող է կախակայել, կարող են, չգիտեմ, նրան կարգալույծ անել, կարող են փիլոնա զրկել, բայց որ սառեցվել, չգիտեմ, երկարակեցության համար են արել սա թե ոչ, ամեն դեպքում աբսուրդի ժանրից է։ Ու այս հոգևորականը, որ արդեն սառեցված է, սկսեց մտնել քաղաքականություն եւ հավակնություններ ուներ երկրի ղեկավար դառնալու, վարչապետ դառնալու եւ այս օրերին Գարեգին II-ը լուռ էր, չգիտեք ինչ իր համար էս ամեն ինչը նորմալ էր, իր եպիսկոպոսին չէր կանչում, եթե անգամ ինքը համաձայն չի այս ամեն ինչին եւ որևէ ազդեցություն չի ունեցել Բագրատ Սրբազանի վրա, բայց ամեն դեպքում, քանի որ ինքը կաթողիկոս էր, արդեն անցյալ ժամանակով եմ խոսում, ինքը հնարավորությունը ուներ ուրեմն Բագրատ Սրբազանին կանչելու եւ անհրաժեշտ հորդորները նրան անելու համար եւ իրավունքը չուներ ուղղակի չլսելու։